Ընդմիջում է, ինչ ենք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Բարև ձեզ մեր շատ սիրելի հեռուստադիտող։ Բարի լույս Շանթին հավատարիմ մեր ամենասիրելի հեռուստադիտողին, այսօր դեկտեմբերի 16-ն է, օրը չորեքշաբթի։ Եվ ամանորի մնացել են ընդամենը 15 օր։ Տոնածար, ինձ սիրուն ես ու պայծառ, երգելու ենք, ուրախանալու ենք բոլորս միասին ամանորին, իսկ հիմա շարունակենք մեր եթերը շատերի համար առավոտն այն ժամանակահատվածն է, երբ օրգանիզմը տանջվելով, բայց ջանքեր չխնայելով աշխատում է արթնանալու մեզ մարզական վիճակի բերել։ Ես ասեմ, որ իմ ու Անահիտի օրգանիզմը բացարձակ այդպես չի, մենք շատ առույգ ենք, միանգամից զարթնում ենք, միանգամից, չէ՞։ Այո, եւ մի բան էլ ուզում ենք ձեզ արթնացնել եւ այո, մենք սովորել ենք ուղղակի տարիներ շարունակ մենք երբ որ զարթնում ենք, շուտ ենք զարթում, սիրելիներս, որպեսզի ձեզ մի քիչ այսպես ասենք ուշ տանք։ Դա մենք սովորել ենք արդեն։ 3 տարին քիչ ժամանակ չէ, չէ՞։ Այո, եթե չեմ 4։ Ուր որ է գրինդա։ Իսկ աշխատանքային օրը պլանավորելի շատերն են մոռանում, որ առավոտյան ժամերը եւս կարելի է խիստ օգտակար դարձնել։ Ինչպես։ Այո, ամենաարդյունավետ ժամանակը դա առավոտն է։ Առավոտը ուղեղն է լավ աշխատում, այսպես նախ եւ առաջ, բայց դա մարսողությունն դա շատ լավ։ Ես առավոտ ինչ որ ուտեմ կորածա, գիտես, չէ՞ մի ժամից։ Չեմ կասկածում Սերգի, եթե ուզում եք առավոտն առավել արդյունավետ օգտագործել, ապա պետք է չմոռանաք պարզ ու բոլորին ծանոթ կանոնների մասին։ Ֆիզիկական վարժություններ, այո, թեթև նախաճաշ ինչպիսին Սերգեյինն է, մինչև տանից դուրս գալը մոռանաք հեռախոսի մասին եւ գոնե 20 րոպե տրամադրեք մտքերը կարգի բերելու։ Այ ամենը անում են բացի մտքերը կարգի բերելու, գիտես, դա զգացվում է եւ նաեւ իհարկե դա Gold լոգանքն է, որը որ մի անգամից քեզ արթնացնում է եւ շողոլի է բերում։ Եվ առույգացնում։ Առավոտյան հեշտ է արթնանալը նաև եթե երաժշտություն միացնենք։ Ճիշտ է, այդ դեպքում կարթնանան ոչ միայն դուք, այլ նաև ընտանիքի բոլոր անդամները, եթե պատերն է մի քիչ լավ չեն, կարևաններն էլ հետը։ Առավոտյան նաև հեշտ է արթնանալ, երբ որ ձեր խիղճը մաքուր է, սիրելիներս, իսկ ես համոզված եմ, մեր հեռուստադիտողների 90%-ը մաքուր խղճով են առավոտ արթնանում։ Դե ինչպես նշեցինք, մասնագետները հիշեցնում են, որ երաժշտությունը բուժիչ է անգամ այն դեպքում, երբ արթնանում եք չհանգստացած ու հոգնած։ Միևնույն է լավ էներգետիկա է փոխանցում։ Այո, ես եմ շատ սիրում երաժշտություն առավոտը լսել։ Այժմ գալիք 2016 թվականի ամենանորաձև գույների մասին։ Գրասում։ Քանի որ 2016 թվականը կարմիր կապիկի տարի է, տարվա գույնը համարվում է տարօրինակ չէ, ասենք կապույտներ կապիկի, իհարկե կարմիրը։ Թե կապիկի մարմնի որ հատվածն է կարմիր, դա մասին կենսաբանությունը լռում է, բայց հենց այդ տարին է։ Եվ այսպես կարմիրը եւ կրակագույնի բոլոր երանգները մինչեւ վառ նարնջագույն սերգեջը։ Շատ հետաքրքիր է։ Ես կարևորը մեր թեյնիկը կարմիր է։ Մեզ այլ բան այլ։ Կապիկի բանն է կարմիրը։ 2016 թվականին հաջողություն են խոստանում նաև կարմիր գույն ունեցող քարերը, նռնակարը, սուտակը, ինչպես նաև այն քարերը, որոնք հրածին են, ինչպես օբսիդիանը, եւ նաև կարմիր շրթներկը։ Այո, կնոջ կարմիր շրթներկ պետք է անպակաս լինի։ 2016 թվականի նորաձև գույների տասնյակի մեջ են մտնում նաև դեղցի գույնը, մուգ կապույտը, դեղինը, մանուշակագույնի եւ
մոխրագույնի համադրությունները։ Էլ որ գույնն է այստեղ։ Նեոնային կանաչը, տոնական կարմիրը, ինչպես նաև սրճագույնը ու խեցեգույնը։ Խեղճ սպիտակը, հա, երևի մնացան։ Ինչպես տեսնում ենք, մեր ազգային դրոշը նույնպես շատ նորաձև է, որտեղ այնտեղ կա համ կապույտ, համ նարնջագույն, համ կարմիր, միշտ էլ նորաձև ենք, էլի։ Այո։ Այս պահին մեր եթերում առավոտյան ժամերի համար խիստ կարևոր դրական լիցքեր հաղորդող երաժշտություն։ Մի րոպե, սիրելի հերոսայտող, մազերս լավ ասեն։ Շատ լավ է, բայց տեսահոլովակը ավելի հետաքրքիր է։ Շնորհակալություն։ Հարցեցի ուղղակի։ Ինչ ուրախ է Սերգեյ, որ արդեն ամանորյա տեսահոլովակն են մեր եթերում։ Շատ ուրախ է։ Այո, սիրելիներս, բայց մի բան խնդրեմ, էլի այդ վարկերը մի վերցեք, էլի որ նոր տարին անցկացնեք, հո դու բան չեք, այ քեզ բան արա։ Բայց մի ջայնա, մի քիչ ասենք։ Կարևոր չէ շատ լի սեղաններ ունենալ, որպեսզի ուրախանան։ Բայց ինչու եք օլիգարխներին հարստացնում։ Ավելորդ փողորդ տվեք ինձ, այ քեզ բան։ Անցնենք առաջ, կազմվել է բնակչության թվով աշխարհի ամենամեծ քաղաքների ցանկը։ Լեննագանն է, հավայտ է։ Ոչ, գլխավորել է Տոկիոն, Սերգեյ ջան։ Ճապոնիայի մայրաքաղաքում այսօր ապրում է 34.5 միլիոն մարդ։ Հելեննական 10-ոքի մարդ է մնացել, բայց ինչ մարդ են։ Մեծ ծատարով մարդ։ Վերլուծաբանները վստահ են, որ այդ մեգապոլիսը դեռ երկար է գլխավորելու աշխարհի ամենաբազմամարդ քաղաքների ցանկը։ Հապա բերան բազմամարդ։ Երկրորդ տեղում գիտես ով է։ Լեննագանն է, բայց Ոչ, Չինաստանի ամենամեծ քաղաքը Գուանչժոն։ Գուանչժոն։ Որտեղ ապրում է 20.8 միլիոն մարդ։ Գուանչժոն, մեծ լավ քաղաք է։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ինդոնեզիայի մայրաքաղաքը։ Ջակարտայի բնակիչների թիվն այսօր 25.3 միլիոն է։ Սիրելիներս, քանակը կարևոր չի, ասա ովքեր են ապրում այնտեղ, ինչ որակով մարդիկ են ապրում։ Այօնակ մեր քաղաքները շատ փոքր են։ Ու քանի գնում էլի փոքրանում են։ Բայց ինչ վատն օրինակ Վանաձորը։ Վանաձորը, բա տես ինչ մարդիկ են։ Բա։ What Travel Awards զբոսաշրջային մրցանակաբաշխությունը որոշել է անցնող տարվա լավագույն զբոսաշրջային ուղղությունները, որոնց ցանկը գլխավորել է Լեննագանը։ Դուբայը։ Լավ։ Փորձագետները լավագույն լողափային ուղղություն են անվանել Մալդիվյան կղզիները։ Զբոսաշրջիկների համար ամենագրավիչ կղզի է ճանաչվել Մադեյրան։ 7-րդ անգամ լավագույն ավիաընկերություն է ճանաչվել Արաբական Միացյալ Էմիրությունների Etihad Airways-ը, լավագույն օդանավակայան Սինգապուրի Չանգի օդանավակայանը ուր Սինգապուր։ Ուր Սինգապուր։ Երբ որ այդպիսի նորություններ ես կարդում, այնքան վատ եմ զգում ինձ։ Գնում ես մեր օդանավակայանը մենակ Մոսկվա, ու տրանզիտ զոնալն ենք, այո, լավ, այդ ուրիշ քաղաք չկա թռնելու, որից հետո կարելի է ինչ-որ միտեղ գնալ։ Դե պետք է հնարավորություն ոտնահարված է մի տեսակ, այո։ Հենց հնարավորություն ունենանք կթռնենք նաև այլ երկրներ։ Ռուսաստանը լավագույնն է ճանաչվել լավագույն լյուքսային բիզնես հյուրանոց անվանակարգում Մոսկվայի Radisson Royal հոթելի համար։ Նորապսակների համար լավագույն ուղղություն է ճանաչվել Մավրիկյան կղզիները, լավագույն տեսարժան վայր Las Vegas Strip բուլվարի 7 կիլոմետրանոց հատվածը։ Սիրելիներս, այդ դրա համար ենք ասում, որ իմանանք, որ էլի աշխարհ կա, էլի աշխարհ։ Ամենակ ինչ ինչ որ մենք տեսնում ենք մեր պատուհաններից այն կողմը։ Եկեք այդ հեքիաթային աշխարհից դուրս գանք, վերադառնանք մեր իրականություն եւ տեղեկանանք այսօրվա եղանակին։ Եղանակին, հա, ահա, ես մեծ հաճիկով կմիանամ մեր սիրելի Նորա ջանին։ Ողջույն Նորա, հետաքրքիր է այսօր մեր եղանակային պայմանները որքանով են հարմար զբոսաշրջիկների համար։ Մի անգամ դասա ինչ եղանակարներ, որքանով է ողողալու։ Դե եթե նրանք չեն ցանկանում ռոմանտիկ ձյան տակ զբոսնել, ապա համապատասխանում է, որովհետև տեղումներ չեն կանխատեսվում։ Բարի Նորա ջան, լսենք օրվա եղանակը։ Տեղում էլ չունենք։ Շնորհակալություն։ Այսօր հանրապետության տարածքում կշարունակի գործել անտիցիկլոնային դաշտը, ինչը նշանակում է, որ եղանակային պայմանների որևէ փոփոխություն չի դիտվի։ Առանց տեղումների եղանակը կպահպանվի, օդի ջերմաստիճանն էլ ցերեկը կբարձրանա 2-ից 3 աստիճանով։ Արցախում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Ստեփանակերտում գիշերը սպասվում է 3 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 5 աստիճան տաքություն։ Կայուն եղանակը կպահպանվի նաև Սյունիքի մարզում։ Մեղրիում գիշերը կդիտվի 1, ցերեկը 9, Կապանում գիշերը 3 աստիճան ցուրտ, ցերեկը 8 աստիճան տաքություն, Գորիսում գիշերը կգրանցվի 5 աստիճան ցրտից, ցերեկը մինչև 4 աստիճան տաքություն։ Վայոց Ձորի մարզում այսօր նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Եղեգնաձոր քաղաքում գիշերը կգրանցվի 5 աստիճան ցուրտ, ցերեկը 3 աստիճան տաքություն, Ջերմուկում համեմատաբար ավելի ցուրտ կլինի։ Գիշերն այստեղ սպասվում է 10 աստիճան ցուրտ, ցերեկը 1 աստիճան տաքություն։ Օրն առանց տեղումների կլինի նաև Գեղարքունիքի մարզում։ Ցերեկային ժամերին ամենուրեք կդիտվի 1-ից 2 աստիճան տաքություն, իսկ գիշերը Մարտունիում սպասվում է
աստիճան ցուրտ, Գավառում 13, Սևանում մինչև 6 աստիճան ցուրտ։ Կոտայքի մարզում եղանակը նույնն է, ինչ նախորդ օրերին։ Նախալարներում հնարավոր է մառախուղ։ Աբովյանում գիշերը կգրանցվի 8, ցերեկը 3, Հրազդան քաղաքում գիշերը 13, ցերեկը 4 աստիճան ցուրտ։ Այսօր մառախուղի հավանականություն կա նաև Արարատյան դաշտում եւ ինչպես բոլոր մարզերում այստեղ նույնպես տեղումներ չեն սպասվում։ Արարատի մարզում Արարատ քաղաքում գիշերը սպասվում է 3 աստիճան ցուրտ, ցերեկը 6 աստիճան տաքություն, Արտաշատ քաղաքում գիշերը կգրանցվի 4 աստիճան ցուրտ, ցերեկը 7 աստիճան տաքություն։ Նման ջերմային ֆոն կդիտվի նաև Արմավիրի մարզում։ Արմավիր քաղաքում գիշերը կգրանցվի 6 աստիճան ցուրտ, ցերեկը նույնքան աստիճան տաքություն, Վաղարշապատում գիշերը 5 աստիճան ցրտից, ցերեկը մինչև 7 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզում Աշտարակ քաղաքում գիշերը սպասվում է 6 աստիճան ցուրտ, ցերեկը 2 աստիճան տաքություն, Ապարանում գիշերը 8 աստիճան ցրտից, ցերեկը մինչև 4 աստիճան ցուրտ։ Կայուն եղանակն այսօր կպահպանվի նաև Տավուշի մարզում։ Իջևանում գիշերը սպասվում է 3 աստիճան ցուրտ, ցերեկը 6 աստիճան տաքություն, Դիլիջանում գիշերը 9 աստիճան ցրտից, ցերեկը մինչև 5 աստիճան տաքություն։ Ինչպես նախորդ օրերին, այդպես էլ այսօր Լոռու մարզում տեղումներ չեն կանխատեսվում։ Ցերեկային ժամերին այստեղ ամենուրեք կդիտվի 3 աստիճան տաքություն, իսկ գիշերը Վանաձոր քաղաքում կգրանցվի 10, Տաշիրում մինչև 14 աստիճան ցուրտ։ Շիրակի մարզում եղանակային փոփոխություններ նույնպես չեն լինի։ Գյումրիում գիշերը սպասվում է 13, ցերեկը 4 աստիճան ցուրտ, Աշոտսկում գիշերը կդիտվի հանրապետության տարածքում ամենացածր ջերմաստիճանը։ Գիշերն այստեղ կգրանցվի 19, ցերեկը մինչև 8 աստիճան ցուրտ։ Անդրադառնանք այժմ մայրաքաղաքին։ Այսօր Երևանում նույնպես կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան է 2-ից 4 մետր վարկյան արագությամբ։ Մթնոլորտային ճնշումը 675 մմ ցնդի կիսյուն։ Օդի հարաբերական խոնավությունը ցերեկը կլինի 80%։ Շենքավիթում եւ կենտրոնում գիշերը կգրանցվի 4 աստիճան ցուրտ, ցերեկը 7 աստիճան տաքություն, Ավանում գիշերը 5 աստիճան ցրտից, ցերեկը մինչև 6 աստիճան տաքություն։ Այսօրվա կանխատեսումների մասին այսքան է։ Օդերևութաբանները տեղեկացնում են, որ առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։ Խոսքն այժմ փոխանցեմ գործընկերներիս։ Շնորհակալություն Նորա, դե ինչ քեզ մաղթում ենք լավ տրամադրություն եւ նախաճաշական շաբաթ, անկախ ամեն ինչից։ Այո, Ձեզ նույնպես մինչ նոր հանդիպում։ Մենք շարունակենք։ Տեղում եղածը ինչա որ չունենք, ունենք այդ ինչա։ Ոչինչ, այսօր չունենք, վաղը կունենանք։ Բերլինում անցկացվել է նախատնական բարեգործական մոտոմարաթոն, որին մասնակցել են մի քանի տասնյակ Սանտա Կլաուսներ։ Մոտոցիկլապիները արդեն սկսում են կամաց աշխուժանալ։ Իրենց մրցույթները, այո։ Ես բարևում եմ բոլոր ձմեր պապիներին, սիրելիներս, եթե կարելի է Հայաստան մի քիչ շուտ եկեք եւ մի քիչ շատ եկեք, որպեսզի մեր բոլոր երեխեքներին Իսկ երբևէ ձմեր պապի կերպանքով եղել ես։ Իհարկե, իհարկե։ Դու եկել քեզ ապրես։ Դա շատ բարի գործ է։ Գիրել փող տվեցին, հալա։ Մոտոցիկլավար Սանտաները նվերներ են բաժանել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին։ Մեկ օրվա ընթացքում ամանորյա հրաշագործի առաքելությունը ստանձնած բայքերները Գերմանիայի մայրաքաղաքով 54 կիլոմետր են անցել։ Հասցրել են նաև բարեգործական տոնավաճառ կազմակերպել եւ հասույթն ուղարկել մանկատան երեխաներին։ Ինչպես տեսնում եք, Գերմանիայում նույնպես կան անապահով ընտանիքներ։ Իսկ եթե Գերմանիայի նման հարուստ երկրում կան անապահով ընտանիքներ, ուրեմն հանգիստ սուս մնացեք ու նստեք տեղի հետ։ Ինչքան լավ գործ է, Սերգեյ։ Այո։ Տեսնում ենք մեր էկրաններին այդ բազում ձմեր պապիկներին իրենց բարի խաղալիքներով։ Բայկեր ձմեր պապիկներ։ Միկի Մաուս։ Ինձ թվում է նրանց կանգառն է, Սերգեյ ջան, սպասում են տեսնեն ով է առաջինը վարելու։ Բա մի հատ ձունանուշիկ ինչ է ոչ ունեն այդները։ Մի ասա, Սերգեյ ջան, գուցե ունեն։ Չէ, ձրանուշիկը բանա։ Ահա, տեսնում ես, նշմարվեց մի հրեշտակ։ Ահա, սկսեցին արդեն։ Գնացին ձմեր պապիները, գնացին։ Երեխեք ջան, դիմավորեք, ձմեր պապիները եկան։ Այո, ճամփա են ընկես, երիներս, այո, մամաներին եւ պապաներին ծախսից, այսպես ասած, ազատեք։ Ձմեր պապիները լավ ծախս կանեն, այս տարի ձեզ նվերներ կբերեն։
Ինչպես ասում էին մեր ծնողները, եթե լավ եք սովորել ամբողջ տարին, ուրեմն ձմեռ պապին մի բան ասեմ, մի գաղտնիք ասեմ, ես ամեն անգամ համ վատ էի սովորում, համ վատ էի բան, բայց այդ անտեր հա գալիս էր։ Միշտ գալիս էր։ Ես քեզ կարող եմ այլ գաղտնիք բացել, հենց հիմա մեր եթերում գովազդը։ Գովազդը։ Այժմ առաջարկում ենք ծանոթանալ այս տարվա ամանորյա այլ տոնավաճառների, որոնք արդեն աշխարհի տարբեր անկյուններից հյուրեր ու գնորդներ են ընդունում։ Օրեր, սկսենք մեր հյուսային պողոտայում այդ տոնավաճառից, որոնտեղ շատ լավ տոնավաճառ է, ես տեսել եմ այնտեղ հետաքրքիր բաներ կան, նույնիսկ անվանական գթալներ կան։ Վայ։ Բայց մաբրդենք մոլորակի շուրջ է դիկրել։ Մեր մոլորակի շուրջն է եթե։ Հաբո ձեր մոլորակի չէ, բա մեր մոլորակի է։ Էլ ինչ ամանոր առանց հաճելի նվերների գնումների, տոնական շրջագայություն դեպի ամենագեղեցիկ ու հայտնի ամանորյա տոնավաճառներ։ Սուրբ ծննդյան տոնավաճառների հայրենիք, Գերմանիա, տոն օրերին հենց այստեղ է շտապում մոտ 50 միլիոն մարդ, աշխարհի տարբեր անկյուններից։ Շքեղ ու զարդարուն շուկաներով աչքի է ընկնում հատկապես Համբուրգը։ Քաղաքի տարբեր մասերում տեղակայված են ավելի քան 10 տարաբնույթ տոնավաճառներ, որոնք սովորաբար գործում են նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 23-ը։ Համբուրգի տոնական վաճառասեղաններն ասես արվեստի ցուցասրահներ լինեն։ Այստեղ բնակիչները գալիս են ոչ միայն ուրախ գնումների, այլև հիանալու ամենատարբեր երկրներից ժամանած արվեստագետների ձեռակերտ նմուշներով, յուրօրինակ հուշանվերներով և այլ զարդարանքներով։ Որպես կանոն, ընտանիքներն ուրախ երեկոներն անցկացնում են Սուրբ Ծննդյան շուկաներում զբոսնելով։ Այստեղ կարելի է սնվել, շփվել, լսել ուրախ երաժշտություն, վայելել զարդարուն քաղաքի լույսերն ու գույները և իհարկե միմյանց համար ինքնատիպ նվերներ ընտրել։ Քյոլն, տոնախմբություններ սիրող գերմանական քաղաք։ Այստեղ տոնն ամենուր է, իսկ ուրախ ու լուսավոր մթնոլորտն ապահովում են Սուրբ Ծննդյան տոնավաճառները։ Սովորաբար հայտնի ԶԼՄ-ները Քյոլնի Սուրբ Ծննդյան շուկաներն անվանում են տոնավաճառների ծննդավայր։ Քյոլնի տաճարի հրապարակում է տեղակայված քաղաքի ամենահայտնի տոնավաճառը։ Եփված անուշաբույր մրգեր, ավանդական ուտեստներ, հյուրասիրություն, կենդանի երաժշտություն, խաղ զվարճանքներ, հուշանվերներ։ Այս ամենը Քյոլնի սիրահարների օրը տոն կդարձնեն յուրաքանչյուր օր, նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 23-ը, առավոտից մինչ կեսգիշեր։ Տեղափոխվենք Նյուրնբերգ, ամանորին ընթരാճ, գինով ցած ու խենթ քաղաք, Գրինդվեյնի ու Ռոմի, բովածնուշի, մեղրաբրիթների ու Նյուրնբերգյան երշիկների անոշողուտությամբ օծված տոնավաճառները հազարավոր զբոսաշրջիկների են կանչում Գերմանիա։ Տոնավաճառների բացումը, որպես կանոն, ավետում է խորհրդանիշ համարվող ոսկե հրեշտակը։ Բարի հրեշտակը շրջում է քաղաքով, բարին մաղթում բոլորին, ապա սկսվում է ամանորյա գնումների ուրախ եռուզեռը։ Կրկին Գերմանիա, կանգ առնենք ամանորյա տոնավաճառների մայրաքաղաքում, Բերլինում։ Նոյեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի 26-ը այստեղ գործում են ավելի քան 70 շուկաներ, որոնք սփռված են քաղաքի տարբեր հատվածներում։ Նրանցից մի քանիսն ունեն մինչև 100 զարդարուն տաղավարներ։ Հայտնի տոնավաճառներից են Կայզեր Վիլհելմի, Շարլոտենբուրգի, Ալեքսանդերպլացի շուկաները։ Դրանցից յուրաքանչյուրն ասես հրաշագեղ փոքրիկ քաղաք լինի, անասելի ուրախ ու տոնական մթնոլորտով։ Մինչև ուշ երեկո տոնավաճառներն իրենց ամենատարբեր ծառայություններով ապահովում են այցելուների ուրախ ժամանցն ու բարձր տրամադրությունը։ Այսպես մինչև դեկտեմբերի 23-ը։ Ամանորին ընթരാճ ամենաերասկոտ քաղաքը Եվրոպայում, նրբաճաշակ ու սեթևետ Փարիզ։ Ամանորյա զարդարանքների ու տոնավաճառների լուսավորության շնորհիվ Փարիզն առկայծում է հսկայական փարոսի նման։ Այստեղ ամենահայտնին Ելիսեյան դաշտերի տոնավաճառներն են։ Այստեղ էլ նոյեմբերի 23-ից կրկին բաց են նախատոնական շուկաները, որոնք կգործեն մինչև դեկտեմբերի 23-ը։
Մարդկանց հոսքը վերջին ահաբեկչությունների հետ կապված նախորդ տարվա համեմատ նվազել է, այնուամենայնիվ շատերի համար տոնական Փարիզը շարունակում է մնալ ամանորը վայելելու ամենացանկալի վայրը։ Տոնական շրջագայությունն ավարտենք խստաբարո Լոնդոնում, որը փաստորեն գիտի նաև զվարճանալ։ Ամանորյա լույսերով ողողված Լոնդոնի Լեյսթեր հրապարակում է տեղակայված ամենագեղեցիկ նախատոնական շուկաներից մեկը։ Երեկոյան ժամերին հրապարակը վերածվում է իրական հեքիաթի, խաղալիքներ, հուշանվերներ, աշխարհի ամենատարբեր խոհանոցներից համեղ ու ինքնատիպ ուտեստներ, մոմեր ու տոնական հագուստներ, որքան ուզես։ Հրաշքների աշխարհ թեմատիկ գոտին կրկին բաց է հանրահայտ Hyde Park-ում։ Ամանորյա տոնավաճառներ, զարդարուն ատրակցիոններ, լուսավոր ոլորաններ, զվարճարի խաղ մրցույթներ, աշխարհի ամենահամեղ ուտեստները հրամցնող բարձրակարգ ռեստորաններ ու ռոմանտիկ սրճարաններ։ Hyde Park-ում հաճելի գնումներն ու ամոռանալի ժամանցն ապահովված է մինչև հունվարի 3-ը։ Ահա այսպիսի հեքիաթային տոնավաճառներ։ Եվ այսպեսով ժամանակն է կամաց օրեց օր ամփոփել 2015 թվականը, սիրելիներս, շուտով այն կանցի պատմություն։ 2015 թվականի ընթացքում ամենաայցելվող վայրերի թվում ռեկորդ է սահմանել աշխարհի տարբեր անկյուններում գործող Disneyland-ը 61-ին նվիրված տոնախմբությունների ընթացքում ունեցած այցելուների թվով։ Այո, ինչպես տեսնում եք, Disneyland-ը արդեն 60 տարեկան է, արդեն ճնշման դեղ է խմում, արդեն մեծ է, բայց դրա համար բոլորը այցելում են։ Բայց եւ այնպես երեխաների ամենասիրած վայրն է եւ աշխարհում տարբեր վայրերում կա Disneyland-եր։ Երկրորդ տեղում Universal-ի թեմատիկ այգիներն են, որոնք եւս գործում են աշխարհի տարբեր երկրներում։ Նյու Յորքում նույնպես կա։ Նյու Յորքի Times Square-ը երրորդ հորիզոնականում է, չորրորդ տեղը զբաղեցրել է Էյֆելյան աշտարակը, իսկ 5-րդը Նիագարայի ջրվեժը։ Այո, Էյֆելյան աշտարակը չգիտեմ, մյուս տարի որքան այցելու կունենա, որովհետև դե գիտեք հայտնի այսպես իրադարձությունից հետո Փարիզում զբոսաշրջությունը մի փոքր կնահանջի, բայց Times Square-ը չգիտեմ, որով նախանցյալ տարին դեռ ռեմոնտ էր։ Ամենաայցելվող վայրերի տասնյակ են մտել նաև Փարիզի Լուվրը եւ Նյու Յորքի կենտրոնական այգին։ Ասացեք, խնդրեմ։ Իսկ 10-րդ տեղում Լատինական Ամերիկայի Beto Carrero World-ը ամենախոշորագույն թեմատիկ այգին։ Իսկ մեր քաղաքում գիտես որն է ամենաայցելող վայրերից մեկը Սահադաշտը, իհարկե, որը արդեն բացվել է։ Սահադաշտը Կարապելիչում արդեն բացվել է, երեխեք ջան, գնացեք մի քիչ սահեք։ Մենք հիմա կգնանք տեսանյութի օգնությամբ կտեսնենք։ Բայց զգույշ հանգարց ոտե չլորեք։ Արի սահենք։ Գնացեք։ Գրեթե 90%-ով հավանական է, որ առաջին անգամ սառույցին հայտնվելիս դուք կընկնեք։ Սահադաշտ մտնելու համար մեկ կանոնն է սովորել ճիշտ ընկնել։ Ճիշտ ընկնելը իհարկե ոչ ծնկների վրա եւ ոչ մեջքի վրա։ Հիմնականում կողք հատվածներին։ Դժվարն է նա, որ առաջ օրն եմ մտել ու շատ ենք ընկել, էլի։ Չեմ կարող ասեմ, չեմ կարող հաշվեմ։ Մի անգամ ընկնելուց փորձեցի բռնվել կողքս կանգնած երիտասարդից եւ բաճկոնի կոճակները լրիվ պոկեցի, հետո սառույցին իր կոճակներն էին հավաքում էինք։ Բան չկա, Սահադաշտի կողքին փոքրիկ բուժկետ կա ու հետո քերծվածքներն այդքան էլ սարսափելի չեն, երբ մաքուր օդին կանգնում է սառույցի վրա ու վայելում մարմնիդ ազատությունը։ Դրան գումարեք անսպառ ադրենալին, ուրախ ընկերախումբ, լավ տրամադրություն եւ կստացվի ձմեռային հանգստի իդեալական տարբերակ։ Սահադաշտը մեր ձմեռվա ամենասիրելի վայրն է։ Մենք ձմեռը հենց Սահադաշտի համար էլ սիրում ենք։ Միշտ դասի ենք գնում չմուշկներով ու դասից հետո միանգամից գալիս ենք Սահադաշտ։ Բոլորին թվում է, որ ցուրտ է, բայց ձմռանը միակ վայրը, որտեղ միշտ շատ տաք է, տաքանալ Սահադաշտն է։
Ամեն օր ժամը 11-ից մինչև 16-ը և ժամը 18-ից մինչև 23:00-ն։ Երևանի բացօթյա սահադաշտում սեփական չմուշկներով 1 ժամ սահելն արժե 500, իսկ սահադաշտի չմուշկներով սահելը 1000 դրամ։ Կարևորը կանգնել, փորձել հավասարակշռությունը պահել և մանր քայլերով շարժվել առաջ։ Սկզբի համար պետք չի մեջքը շատ հետ գցել և պետք չի շատ առաջ գալ, բնական դիրք պետք է լինի, բայց ձիգ։ Ոտքերը, ծնկները փոքր-ինչ ծալած պետք է լինեն և անկյունաձև քայլերով պետք է փորձենք մեզ հրել։ Պետք է նույն ուղղությամբ սահել, ինչ որ բոլորն են սահում, հակառակ ուղղությամբ սահելու դեպքում բախումը անխուսափելի կլինի։ Վայր, որ ձմեռը դարձնում է տարվա ամենասիրելի եղանակը, մի քիչ էքստրեմալ, բայց անսահման ուրախ ու անսահման օգտակար։ Նելի Մովսիսյան, Արթուր Մկրտչյան, Առավոտը շարթում։ Ափսոս իհարկե ձնառատ չէ, բայց լավ է գոնե ունենք Բայց շատ ուրախ է։ Միասին է բոլոր անծանոթ մարդկանց եւ միասին սահում են նույն ուղղությամբ։ Ահա, Ինչ իսկ մենք հիշեցնենք մեր հաղորդման հովանավորին, մեր հաղորդման նորաձև հովանավորն է անգլիական BHS ընկերությունը, այժմ BHS-ում ցանկացած գնում կատարելիս ստացեք նվեր ձեր գնաց ապրանքի արժեքի ուղիղ կեսի չափով։ Նվերները հասանելի են բոլորին BHS Հանրապետության 61 եւ նաեւ ունեն հեռախոս 077 12 12 12 շատ հեշտ համար է զանգարեք ձեր բոլոր հարցերի պատասխանները սպառիչ կստանաք։ Այո, կգտնենք ձեր բոլոր հարցերի պատասխանը։ Կանանց իրավունքների տեսանկյունից ամենաապահովը համարվում են եվրոպական երկրները։ Գալաթ են արել, որովհետեւ Հայաստան նույնպես բավականի ապահով երկիր է կանանց նկատմամբ եւ լավ այո, որովհետեւ առաջինը, այսպես ասած, մայրը մեզ մոտ սրբություն է համարում, այսինքն սիրելիներս դարձեք մայր շուտ, որպեսզի ձեր իրավունքները ավելի էսպես պաշտպանվեն։ Շնորհակալություն խորհրդի համար։ Հենց որ մայրեք դառնում մի անգամ տրանսպորտում տեղ են տալիս, մի անգամ Առանց այս մի փոքր դժվար է, բայց կփորձենք։ Եթե հարցնենք գեղեցիկ սեռին, ապա մեծամասնության համար կարևորագույն օրենքը որն է՝ դեկրետային վճարվող արձակուրդն ու աշխատատեղի պահպանումն է։ Ասեմ որ մեզ համար էլ է շատ կարևոր օր է բանա դա, շատ կարևոր է։ Բայց մեր երկրում դա կա եւ գործում է, դեկրետ դուրս ես գալիս, հանգիստ քո վճարը ստանում ես, այո։ Այդ տարածաշրջանի պետություններում գործող օրենքներից էր ինչը, սակայն մինչ օրս եվրոպական շատ երկրներում կանայք տղամարդկանցից 1.5 անգամով ավելի շատ են աշխատում միևնույն պաշտոնին հասնելու համար։ Տեսնում ես ինչ անարդարներ դրանից կարելի է հետևություն անել, նաև մեզ մոտ էլ է նման այդ տեսարանը, որովհետև կան ոլորտներ, որտեղ կանայք ընդհանրապես չեն աշխատում, կամ շատ քիչ են։ Կամ էլ փորձում են աշխատել, բայց միևնույն հաղթում է էլի տղամարդը։ Դե էլի կնոջ գործ չի։ Նույն կրթություն ունենալով։ Օրինակ վերջերս կատարած ուսումնասիրությունը փաստում է, որ Գերմանիայում կա կարծրատիպ իբրև թե կին ղեկավարը ինտելեկտուալ եւ պրոֆեսիոնալ հնարավորություններով զիջում է տղամարդկանց։ Սուտ, ինչպես կարող է նման որոշում կայացնել։ Մարդը մնում է մարդ, կամ կիրթես կամ անկիրթես, սուտ եմ ասում։ Մեզ մոտ համաձայն եմ, ես այդքան էլ լավ չեմ, բան դու ավելի լավ ես, բայց ես գիտեմ որ տղամարդ չէ, բայց կինա չէ։ Կանայք իհարկե հեշտությամբ են աշխատանք գտնում այդ երկրում, բայց կարիերայի աստիճանով բարձրանալը մեծ խնդիր է դառնում։ Հիլարի Քլինտոնի Տասնամյակներ շարունակ տղամարդու հետ հավասար իրավունքների համար պայքարող կինն արդյունքում ստացել է հետևյալ իրողություն։ Հրանուշ Հակոբյանն ենք աշխարհը չունի, այ քեզ բան է։ Անգլալեզու երկրներում տղամարդիկ այլևս չեն շտապում գեղեցիկ սեռի առաջ դռներ բացել, տուն ճանապարհել կամ հաճախություններ անել։ Արդյունքում կանայք այդ երկրներում դառնում են պակաս հետևեթող ուշադրություն գրավելու համար քիչ հնարքներ բանազդող։ Այսինքն կինը արդեն այնքան է կացել, որ տղամարդը չի զգում որպես իրեն չի ընդունում թույլ արարած եւ ասում է ինքնուրույն դուռը բացի անցի։ Դե մի բան չի լավ է, որ սիրահետում ես, հետևեթում ես, բան չի։ Այո, պետք է անկախ մեր կանալուց միշտ սիրահետեք, հետևեթեք եւ դուռ բացեք մեր առաջ։ Բայց ֆեմինիստները դրան դեմ են, հələ մի հատ փորձի ֆեմինիստ կնոջը տեղզիջի տրանսպորտում կողմած բերդին պետք է։ Այլ իրողություն է ասիական երկրներում, որտեղ անգամ ընտանիքում հարկավոր է դիվանագիտական մեծ հնարքներ բանեցնել կոնֆլիկտներից խուսափելու համար։ Հիմա մենք ասիական երկիր ենք, թե աֆրիկյան երկիր ենք։ Մենք միշտ ինչ-որ լավագույն միջին ենք ընդհանրապես։ Մեջտեղն ենք, մեջտեղ է, գլոբուսից դուրս է։ Թեպետ միշտ էլ կան բացառություններ։ Այսօր խոսելու ենք գրեթե բոլոր ընտանիքների երկու կարևոր կանանց՝ հարսի եւ սկեսրոջ հարաբերությունների։ Այստե արդեն լավ ջրի երես, բոլոր խնդիրները։ Հակամարտությունների եւ ներդաշնակ համակեցության կանոնների մասին կին տղամարդ էջն է մեր եթերում հարս եւ սկեսուր գնացին։ Ինչ հակամարտություն, համաշխարհային պատերազմ։
Դիտենք։ Դիտենք։ Լավ, ինչպես կասես, գովես։ Ինչպես կասենք, այո։ Իսկ հիմա խոսենք հարս եւ կիսուր հարաբերությունների մասին, ամենաակտուալ թեմայի մասին, ակտուալ մեր հայկական ընտանիքներում, ակտուալ նաեւ մեր տղամարդկանց համար, որովհետեւ շատ հաճախ չգիտես որ մեկին խեղդես ուղակի։ Չգիտեմ ուրիշ հարցներ ինչպես, ես իմ կեսուրին շատ եմ սիրում, կին տղամարդը չնեմ։ Հերոյի ապրում դրա համար։ Լավ, ձեր հետ ապրել տես ինչ էր անում։ Իսպանացիներն ասում են, երբ հարս էի լավ սկեսուր չունեի, երբ սկեսուր եմ, լավ հարս չունեմ։ Իտալացիներն էլ ասում են, հարս ու սկեսուր ինչպես անձրև ու կարկուտ։ Հայերիս դեպքում բանը սակայն անձրևով ու կարկտով չի ավարտվում, եթե կա հակամարտություն, ապա առնվազն բուք ու բորան ու մի բան էլ ավելի։ Եվ այս դեպքում ամենաաննախանձելի դերում հայտնվում է որդին ու ծով համբերություն, Պողպատյանի արդեր, դիվանագետի սառնասրտություն ու կոնֆլիկտաբանի գիտական աստիճանը պետք։ Հարս կեսուր, սառը պատերազմ, գոնե ժամանակավոր, հրադադար կնքելու համար։ Ինչու, ինչպես, հանուն ինչի։ Երբ են սկսվում հարս կեսուր հակամարտությունները և ինչու դրանք որպես կանոն առանց միջադեպերի չեն ավարտվում։ Խնամախոս, ջերմ խոսքեր, հարսարիք, մեղր ու լավաշ, ամեն ինչ կա լավ սկզբի համար, բայց միայն սկզբի, մեկ սիրելի տղամարդ և երկու կին և մեկ խոհանոց, դիրքերը պահպանելու և դիրքեր հաստատելու հակամարտություն, պատճառները որքան անհատական, նույնքան էլ ընդհանրական են։ Որոշակի մրցակցություն է սկսում տեղի ունենալ, թե ով է դրանցից ավելի լավ կին այս տղամարդու համար։ Բնականաբար դա վերելու է որոշակի կոնֆլիկտի։ Երկրորդ բանը դա տարիքային տարբերությունն է։ Մենք քանի մեծանում ենք, որոշակի նախանձով ենք լցվում երիտասարդների հանդեպ, որտեղ ոչ մեկը չենք ուզում մեծանալ։ Մեր ծնողները գեր հոգատարությամբ են տառապում իրենց երեխաների հանդեպ եւ կարծում եմ, որ իրենց տղաները կամ աղջիկները, որոնք մեծացել են արդեն ունեն իրենց երեխաները, դեռևս մնում են իրենց սեփականություն, այսինքն իրենց փոքրիկ երեխաները, որոնց իրենք միշտ պետք է պաշտպանեն, որոնց համար իրենք ավելի լավ գիտեն որն է ճիշտ ուղին, որը ճիշտ ճանապարհը։ Երկրորդ տարբերակը դա սովորական մայրական խանդն է, երբ որ դու քո երեխային, լինի դա աղջիկը թե տղան, տալիս ես ուրիշին։ Տարածված է շատ։ Հիմնականում ջահելներն ուզում են առանձին ապրեն, չապրեն մեծերի հետ։ Տարածված է։ Կախված է մարդու կրթությունից եւ կուլտուրայից։ Եթե որևէ կողմը կիրթ չէ, անախորժությունները անխուսափելի են։ Երկու տարբեր ընտանիքներ, որ աղջիկը գալիս է ուրիշի տուն, պարզ է շատ դժվար կլինի իր համար, իսկ թվում է կախված է սկեսուր մայրիկից ինքը պետք է ընդառաջի օգնի հարցիկի, որպեսզի հարմարվի իրանց ընտանիքի։ Ջահել իր տեղը պետք է իմանա, մեծն էլ իր տեղը։ Ջահել մենակ առանցին ապրենք, մեծերը առանցին էլ իրար հետ Ինձ թվում է մեծից է գալիս։ Եթե մեծը ներող լինի, ջահելն էլ կհասկանա ու կների։ Գրեթե բոլոր սկեսուրների կարծիքով իրենք ամեն ինչ ավելի լավ գիտեն, ավելի լավ են հասկանում եւ ավելի լավ անում։ Իսկ իրենց որդին, իհարկե, շատ ավելի լավին էր արժանի եւ առհասարակ հարսի լավը չի լինում։ Նույն կարծիքին են նաեւ հարսների մեծամասնությունը, այս մասին խոստովանում են նաեւ տղամարդիկ, բայց տեսախցիկից այն կողմ։ Իսկ տղամարդն այդ հակամարտության ոչ միայն թիրախն է, այլև ամենաշատ ուժողը։ Նա գլխավոր դերում է միևնույն ժամանակ դիտորդի կարգավիճակում։ Տղամարդը բարկանում է, տղամարդը դառնում է անհաջողակ, ինքը սկսում է տնից խուսափելու, երկուսն էլ թքածուն են դրա վրա, իրանք սկսում են իրար հետ կոնֆլիկտը շարունակել։ Շատ հաճախ տղամարդկանց թուլությունն է այստեղ դրսևորվում, որովհետև ընտանիքում, եթե տղամարդը ճիշտ է տեղաբաշխում դերերը, հարսի, սկեսուրի, այսինքն սեփական կնոջ, սեփական ծնողների, եւ նրանք յուրաքանչյուրը հստակ գիտեն իրենց դերերը, իրենց պարտականությունները եւ գիտեն ճիշտ ելքերը կոնֆլիկտից դուրս գալու, ապա կոնֆլիկտներից կարելի է խուսափել։ Հիմնական կամուրջը տղամարդն է, տղան է։ Եթե նա եւ կնոջ տեղը տեսավ եւ մորը հազիվ թե անախորժություն լինի։
Եթե տղան մի քիչ լավ իրեն դրսևորի, ոչ մայրը, ոչ հարսը, ոչ չեն կարող վատ հարաբերությունների մեջ լինել։ Եթե ամուսինը, չգիտեմ, իր տեղում լինի, հաստատ կինը չի կարող, չգիտեմ, մոր հետ շատ խնդիրներ ունի։ Կա խոսակցություններ իհարկե կլինեն, բայց ոչ այն աստիճանի, որ տունը բաժանվեն, գնան ուրիշ տեղ ապրեն։ Այստեղ պետք է ապացուցել երկու կողմերին, որ դու նրանց երկուսին էլ շատ սիրում ես, երկուսին էլ շատ գնահատում ես եւ ուղղակի խնդրում ես իրենց երկուսից, որպեսզի զերծ պահեն իրեն ավելորդ լարվածությունից, խնդիրներից։ Ու թեպետ այսօր թվում է, թե ավելի առաջադեմ են ժամանակները, ավելի քաղաքակիրթ են մարդիկ ու հարաբերությունները, բայց արի ու տես 50 տարի առաջ ու այսօր այս հակամարտության մեջ ոչինչ չի փոխվել։ Ենթադրենք 10 դեպքից 5-6-ը այսպես հնարավոր, այսինքն պոտենցիալ ամուսնալուծության դեպքեր են։ Այդ պատճառը ինքը բավականին տարածված է, երբ որ միասին են ապրում եւ վեճերի որոշակի վեճերի առիթ է հանդիսանում այդ միասնական մի տանիքի տակ ապրելու այդ հանգամանքը։ Ու թեպետ այդ հակամարտությունը ինչպես փաստում են խնդրի հետ առնչություն ունեցող մարդիկ ավելի շատ գյուղերում է, քան քաղաքներում, բայց այդ հակամարտության արդյունքում ամուսնալուծությունների թիվը ավելի շատ քաղաքներում է։ Գյուղերում կա ինֆորմացիայի պակաս։ Գյուղերում դեռևս ավելի հին, այսպես ասած, ավանդական հարաբերությունները ընտանիքում դեռևս փորձում են պահպանել։ Երևան քաղաքում շատ ավելի տարածված է մի պարզ պատճառով, որ գյուղերում պարզապես ամաչում են, չեն ցանկանում ամուսնալուծվել, որպեսզի հարևանը չիմանա կամ բարեկամը չիմանա, իսկ քաղաքում շատ ավելի ազատ են այդ ընտրության առաջ ավելի ազատ են։ Ժամանակին ես նմանատիպ սոցիալ-հոգեբանական տրեյնինգներ էինք անցկացնում հենց մարզերում եւ ինչն է շատ հետաքրքիր, որ մարզերում շատ ավելին էր անբավարարվածությունը եւ խնդիրներն ու կոնֆլիկտները հարս-կեսուր փոխհարաբերություններում, քան Երևանաբնակ երիտասարդ զույգերի մոտ։ Ինչի, որովհետեւ երբ որ արտաքինից կոնֆլիկտը արտահայտված չէ, դա չի խոսում դրա բացակայության մասին։ Ընդհակառակ, դա խոսում է նրա մասին, որ կոնֆլիկտը սկողված է, թաքնված է, բայց այն խորանում, տարածվում է եւ շարունակում է իր լուրջ, այսպես ասած, հետքերը թողել անձերի վրա։ Այս հարցում մեղավորներ փնտրելու փոխարեն պետք է փնտրել ելքեր, ի վերջո կոնֆլիկտը միակողմանի երբեք չի լինում։ Երկուսն էլ իրենց պարագայում կարող են հստակորեն մեզ ապացուցել, որ իրենք ճիշտ են։ Հասկանում եք, այստեղ միանշանակ ճշմարտության երևույթ չի կարող լինել։ Կա մի շատ կարևոր եւ ոսկե կանոն, դա փոխզիջումն է, կոմպրոմիսի գալը։ Սա պետք է լինի երկկողմանի, միակողմանի փոխզիջում չի լինում։ Լավ տարբերակը առանձին ապրելը։ Կարևոր չի հարսու կիսուր։ Ես մամայիս հետ էլ նույն պրոբլեմը կունենամ, ոնց որ կունենամ կիսուրի տարիքը։ Ես իմ ձևով եմ մտածում, հարսը իր ձևով է մտածում։ Եթե կինը հարգի իր ամուսնուն, հաստատ ամուսնու մայրիկին է կհարգի, կսիրի, կընդունի որպես իրան մայրիկ։ 100 տարի առաջ, 3 եւ այսօր ժամանակները փոխվել են, բայց անփոփոխ են մնացել շան ու կատվի եւ մկան, հարսի ու սկեսրոջ հարատև կոնֆլիկտները եւ այն տարածված հումորը, որ հարս ու սկեսուր միայն լուսանկարում կարող են իրար հետ հաշտ լինել, ոչ այնքան ծիծաղելի է, որքան մտահոգիչ։ Արևելյան ասացվածքն ասում է դրախտում դեռ 2 աթոռ դատարկ է, մեկը լավ հարսի, մյուսը լավ սկեսրոջ համար։ Այնպես որ շտապեք գուցե այդ աթոռները հենց ձեզ համար են նախատեսված։ Հավերժական պրոբլեմ, որ կմնա մեր ընտանիքում, բայց իհարկե շատ բան նաև գալիս է տղամարդուց։ Ասում են Հիսուս Քրիստոսը 3 պունկտերով եղել է հայ։ Առաջինը նա շարունակել է իր հոր գործը, երկրորդը համոզված է, որ իր մայրը կույս է, եւ երրորդը մայրը համոզված է, որ տղեն Աստված է։ Այս նոտայից հետո շարունակենք, ինչպես միշտ այս տարեմուտին եւս կազմվել է գալիք տարվա ամենաակտուալ նվերների ցանկը։ Քո ասածն էլ մի նվեր էր ինձ համար։ Առաջին տեղում իհարկե տարվա տիրուհին է, Կապիկը։ Եվ այն նվերն է, որ հետո նոր տարուց հետո դա չգիտես որտե դնես, չի, ասենք բացարձակ պետք, հա։ Չէ, հետո մի
12 տարի հետո Հիմա դու տունը ոչխար ունես։ Այո, անցած տարվա ինձն է։ Այդ խորհրդանշական ուշանվերը կուրախացնի բոլորին։ Երկրորդ տեղում տոնածառի խաղալիքներն ու զարդարանքներն են։ Երրորդ հորիզոնականում կոսմետիկ միջոցներ են, որոնք եւս տեղի են թե տղամարդկանց, թե կանանց նվիրելու համար։ Ես սիրում եմ գմփիկները, այն որ գմպստում ես ու խնդրեմ, հետո հենց նոր տարին սկսում է բոլոր այո, շատ եմ սիրում, հետո այդ ռմբակոծությունը շատ եմ սիրում, հետո դա վտանգավորել է Սերգեյ ջան։ Ադելադի գմփում է էլի։ Այս տարվա ունիվերսալ նվերների 5-ակն ավարտում են ձմեռային տաք իրերը, շարֆեր, ձեռնոցներ, խալատ եւ 1 շիշ տոնական շամպայն կամ գինի։ Ես այսպիսի նվերներ։ Բայց իհարկե ամենալավը դա ծրարի մեջ փողն է, որ գոնե գնաս ինչ ուզես առ։ Տալիս ես կարող եմ մագազի փողա փագում ասենք, չէ՞։ Իսկ ցանկալի նվերը 2016 թվականի համար, ինչպես ցույց է տալիս հարցումը, դա գումարն է, ինչպես արդեն նշեց Սերգեյ։ Ես իմ ներնելու օրը չգիտեմ, Անահիտ ջան։ Բայց երկրորդ տեղում զարդերն են, որը էլի գումարի նման մի բան է, էլի։ Երրորդում կոսմետիկ միջոցները, չորրորդ հորիզոնականում ուղևորությունները, այսա ես եմ սիրում։ Այո, առնում ես այսպես ասած տոմս եւ գնում ես Եգիպտոս։ 5-րդ տեղը զբաղեցրել են խելացի հեռախոսները, պլանշետներ եւ այլն, այսա կարծում երեխաներին կուրախացնի, սակայն ոչ միշտ են ցանկություններն ու հնարավորությունները համընկնում, առավել եւս ամանորյա ավանդական գնաճի։ Դե եկեք խմենք, որպեսզի այսպես ասած մեր ցանկությունները մեր հնարավորության հետ համընկնից ելնես։ Ես այս ջրով կխմեմ այդ ցանկությունները։ Իսկ գնաճին է անդրադարձել մեր հաջորդ տեսանյութը դիտենք։ Տրամադրությունը, որպեսզի դառնա նախատոնական, անհրաժեշտ են որոշակի պայմաններ։ Ասենք զարդարում փողոցներ, նախատոնական զեղչեր, տոնական եռուզեր ու էլի տարբեր ակցիաներ եւ ոչ նախատոնական թանկացումներ։ Սակայն ինչպես ցույց է տալիս հայաստանյան տխուր իրականությունը, գների աճը ամանորի տոների անբաժանելի մասն է։ Դե հա, կա գների, չեմ իմանում ես։ Կան որոշ ապրանքներ, մթերքներ, որ թանկ են, էլի։ Հա, նկատել եմ։ Ամեն նոր տարում հենց տոները սկսում են բարձրացնել։ Դեռ ժամանակը չի, մի քիչ ուշ։ Շատ լավ գիտեք, որ գների աճել կա, ամեն ինչ էլ կա։ Հենց ա եղել ձևը։ Ինձ թվում է մրգերը, բանջարեղենը։ Կատնամթերքը նկատել ենք։ Որ ժողովուրդը ասում է ինչ-որ թանկացել է բան, ուրեմն մի բան գիտեն, էլի որ ասում են։ 2015 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 5.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորված էր կատնամթերքի 5.8%, սուրճի, թեյի, կակաոյի 6.1%, մրգի 8.3%, շաքարավազի 9.6%, բանջարեղենի ապրանքախմբի 18.2% գնաճով։ Հույս ունենալ, որ 2016 թվականին գնաճը ավելի բարեգութ կգտնվի, չարժե։ Սպառողական զամբյուղի մեջ, այսինքն բոլոր ծախսերի մեջ, սնունդը պետք է կազմի 25 ոչ ավել տոկոս։ Եվրոպական երկրներում 25%-ն է։ Մեր մոտ 50 մինչև 60%։ Ամեն մի թռիչքները գնային, հատկապես նախատոնական ծանր են ազդում։ Դեկտեմբեր ամսին եռակի ավել է վաճառք կատարվում մանրածախ, քան սովորական ամիսներին։ Եվ դա բոլորին հայտնի է։ Հայաստանի կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն 2016-ին 12 ամսյա գնաճը կտատանվի հիմնականում 4-ից 5.5%-ների միջև եւ տարեվերջին կմոտենա նպատակային ցուցանիշին։ Նպատակն իհարկե ամենավեհերից չէ եւ նպատակային ցուցանիշը ոչ այնքան ցանկալի եւ սպասելի, սակայն սա այն դեպքն է, երբ նպատակն արդեն արդարացվել է բոլոր միջոցներով։ Բանն այն է, որ երկար ժամանակվա մեջ է երևում թանկացումը։ Մի քանի տիպ կարող եմ ասել, որոնք սա օբյեկտիվ պատկերն է, դինամիկան է։ Օրինակ, նույնիսկ հացը 389 դրամից 478, նույնիսկ հացը։ Երկու տարվա վերջի 2 տարիների ընթացքում, կամ կաթը 320-ից 440։ Շուկայական սկզբունքը հիմնական ասում է մրցակցությունը օգնում է գների նվազմանը եւ մատչելիությանը։ Բայց մեծերը կարողանում են ավելի ցածր գնով կատարել ներմուծումը կամ ծախսերը եւ ստացվում է փոքրերը դժում են, փոքրերը ունեն օգնության կարիք։ Գները շարունակում են աճել անկախ մեր ուտոպիստական ակնկալիքներից ու անօգուտ պահանջներից, սակայն ամանորին պատրաստվել այնուամենայնիվ անհրաժեշտ է թանկ լինի թե էժան։ Ասում են ինչպես նոր տարին դիմավորես, այնպես էլ կշարունակվի։ Հուսանք գնաճի տեմպերը նույնքան շարունակական չեն լինի գալիք տարում։ Լիլիթ Սարգսյան, Արթուր Մկրտչյան, Առավոտը Շանթու։
Այո, սիրելիներս, գները աճում են, ինչպես ասում են, չկա պոպոկ մանդարին, բայց սպասում ենք նոր տարին։ Ոչ, չկա պոպոկ մանդարին, բայց սպասում ենք գովազդին։ Դեռ կարելի է, այնտեղ մի վարիանտ էլ կա, բայց իմը չեմ կարող։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Հայաստանի նոր պատանի, նոր տեսահոլովակը մեր եթերում էր, իսկ Լիդուշիկն արդեն տաղավարում եմ, շտապում եմ նրան ողջունել։ Բարև Լիդուշիկ։ Նա շնորհավորում ենք տեսահոլովակի կապակցությամբ, ասեմ, որ տպավորությունը շատ զվարթ, ուրախ եւ պատանուն համահունչ տեսահոլովակ էր։ Ինչպես է ծնվել երգը։ Երգը ես նվեր եմ ստացել, երբ որ ոտք եմ դրել պատանեկություն, այսինքն իմ ծննդյան օրը, երբ ոտք եմ դրել պատանեկություն։ Հենց 16 տարի լրացա։ Այո, հենց իմ ծննդյան օրը, երբ որ դարձա 16 տարեկան։ Երգի երաժշտության, ինչպես նաև գործիքավորման հեղինակը Էդգար Ալեքսանյանն է, խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանը։ Այս երգը ներկայացնում է այսօրվա պատանուն։ Իմ կարծիքով ամբողջ աշխարհի պատանիները իրար նման են, բայց հայ պատանիները մի քիչ տարբերվում են։ Իմ կարծիքով, չէ, որովհետև պահպանում են մեր մշակույթը, մեր մայր լեզուն, սիրում են մեր Հայաստանը։ Պատանները։ Այո։ Ինչ հետաքրքիր է, Եվ իրենց ազատ ու անկախ մտքով, արդար ու բարի կամքով քայլում ենք դեպի լուսավոր ապագա։ Լիդուշիկ, այ կոնկրետ դու որպես պատանի։ Մի րոպե, իսկապես այն ինչ տեսնում ենք քեզ մոտ, դա կա իհարկե, բայց եթե քննարկենք ընդհանուր պատանիներին, այ դու հիմա շատ ավելի ես շփվում, չէ՞, ունես կուրսընկերներ եւ այլն։ Հատուկ պատանի իմացնես երկեր։ Իսկապես այդքան լավն են այսօրվա պատանիները, նոր պատանին լավն են։ Այո։ Իսկ թերություն չունեն շուտ մեծանալու, նմանվելու ինչ որ։ Ինձ թվում է ամեն ինչ կլինի հավասար հերթականությամբ, որովհետև վերջի բոլորս էլ մեծանալու ենք։ Անձամբ ես չեմ ձգտում շուտ մեծանալ եւ ինձ թվում է պատանիները նույնպես։ Դու նշեցիր բոլոր դրական կողմերը նոր պատանում։ Դա շատ լավ է, որ մենք ուզում ենք տեսնել լույս, բայց չկան արդյոք թերություններ նոր պատանիների մեջ։ Ձեր սերունդը չունի թերություն հիմա մեր հասարակիցների։ Լավ, թող ասեմ։ Թերություններ։ Ինչ ես նկատել, որ կցանկանայիր փոխել։ Կուզենայի մի փոքր ավելի աշխատասեր լինեին, ունենային նպատակներ եւ հասնեն իրենց նպատակներին, այլ ոչ թե ճանապարհի կեսից ետ դառնային։ Օրինակ ես շատ եմ շփվում ուսուցիչների հետ, որոնք դժգոհում են այսօրվա պատանիներից եւ ասում են, որ շատ անուշադիր են դասերին, անդադար հեռախոսների մեջ են։ Տեխնիկան այնպես է մտել աշխարհ, որ նրանք մոռացել են սովորական մարդկային շփումը։ Կա այդպիսի բան, թե ոչ։ Դե իհարկե որոշ չափով կա, այսպես ասած, համացանցը խանգարում է մի քիչ, բայց ինձ թվում է համացանցից էլ կարելի է ինչ-որ բաներ սովորել, նորությունների տեղեկանալ կամ գրքեր կարդալ հենց համացանցով։ Օրինակ այսօր դու քանի ընկերուհի ունես։ Ունես արդյոք։ Շատ ընկերուհիներ ունեմ։ Մտերիմ բան չի, մտերիմ ընկերուհիներ ունես, որ կար նստեք բան ասեք, խոսեք, ունեմ ընկերուհիներ, որոնց հետ շփվել եմ հենց մանկուց, իմ մանկության ընկերուհիներն են։ Բայց մտերիմ եթե դու ունես մանկության ընկերներ, դու ուրեմն դեռ մանկությունից դուրս չես եկել, որովհետև օրինակ ես մանկության ընկերներ չունեմ, կեսը մեռել են։
Εμուսկեսներ արդեն խոսելու բան չկա այդներ, էլի։ Դե գիտես քո մանկությունը եւ լիդերշիպի քիչ տարբեր է, Սերգեյ։ Էլի, այո, այդ դրամա։ Ժամանակաշրջանները ուրիշ Ես են։ ասենք տենց համարեն, որ դու արդեն հասուն օրիորդ ես բան, բայց դեռ ոչ, ասենք։ Լավ, Լիդուշիկ, տեսահոլովակը նկարահանելը։ Տեսահոլովակը նկարահանել է իմ բոլոր տեսահոլովակների ռեժիսոր Արտյոմ Հարությունյանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են այս տեսահոլովակի վրա։ Ուզում եմ պարային բեմադրությունների համար շնորհակալություն հայտնեմ Hip Hop Live խմբին, ընկեր Քրիստիկի գլխավորությամբ, բոլոր բարողներին։ Քրիստինա ինչան։ Քրիստինա Հովակիմյան։ Հովակիմյանը, մեր Քրիստինան, որ հաղթանակած վերադարձավ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Երևանի թմբուկահարների խմբին, պետական կրկեսին, իսկ պատանիներին, ովքեր նկարահանվել են տեսահոլովակում, իմ համակուրսեցիներն են։ Քո ընկերներն են։ Այո, բոլորը իմ համակուրսեցիներն են։ Հետաքրքիր, որ այսօրվա պատանիները փաստորեն շատ լավ պարել գիտեն, որովհետև մենք տեսանք բավականին հետաքրքիր միասնական բարդ սինխրոն շարժումներ, որոնք նաև քո կողմից էր կատարվում։ Հովակիմյանի ամեն ինչ նայ։ Քրիստինա, ողջունում ենք նաև ձեզ։ Հետաքրքիր է, իսկապես քո համակուրսեցիները այդքան բոլորը բարի են գնում, թե այսօրվա պատանին այդքան ակտիվ է։ Այն ժամանակի տեսահոլովակում, երբ որ պարում էին, դա ընկեր Քրիստիկի խմբի երեխաներն էին։ Իսկ շքերթի ժամանակ բոլոր երեխաները իմ համակուրսեցի երեխաներ։ Շատ լավ, ապրեք երեխաներ։ Փաստորեն համակուրսեցիներից մեջ չկան այն նախանձողները, որ ասեն լիդերշիպը տեսահոլովակին։ Երեսին ոչինչ Թե հանգիստ գալիս են ասեն ոչինչ, մենք է կլինենք այն հետևում պարողը։ Չէ, երբ որ ես բոլորին դիմեցի, որ ինձ հարկավոր են պատանիներ, նրանք բոլորը միաժամանակ համաձայնվեցին եւ նկարահանման ընթացքում ամբողջ ժամանակ եղել են իմ կողքին, իրենց ջերմությամբ, իրենց ոգևորությամբ եւ ինձ թվում է փոխանցել են նաեւ տեսահոլովակի մեջ։ Լիդուշիկ, դու արդեն մեծացել ես, պարզվել է, բոլորս տեսանք, արդեն օրիորդ 16-ամյա եւ այլն, քեզ մոտ չկա ինչ-որ տխրության զգացողություն, որ գուցե քեզ միշտ ընկալեն որպես փոքրիկ Լիդուշիկ եւ սպասեն անդադար մանկական երգեր։ Ու չես կարողանա արդեն երգեց հասուն քո տարիքին եւ արդեն գնալով համապատասխան։ Դե, քանի որ արդեն կարելի ասել ոտք եմ դրել պատանեկան աշխարհ, փոքրերի աշխարհ փոքրերի աշխարհ երկով, փոքրերի աշխարհ երկով մեծացել եմ պատանի երկով, այսպես, բայց ես հավատարիմ եմ մնալու իմ փոքրերի աշխարհին, բայց լինելու են երգեր նաև արդեն հասուն, դե արդեն դա կախված է երգերից, ստեղծագործություններից, ամեն ինչ հերթականից վերջո ինչ կուզես երգեր։ Քո հասակակից եւ ավելի փոքր երեխաներ կան, որոնք երգում են, տեսահոլովակներ են նկարահանում, բայց նրանք կարծես այսպես շպարված են, քիչ մեծական հագուստներով, փորձում են այսպես տեսահոլովակներ կան։ Դու միշտ մնում ես քո տարիքի մեջ, դա ինչի՞ց է գալ, դու չես ուզում։ Ես չեմ ուզում մի անգամից այսպես շուտ մեծանամ, քանի որ ասեցի վերջի բոլորս են մեծանալու ենք, այո։ Եվ դա արդեն իմ ընտանիքի, իմ մայրիկի, իմ տատիկի շնորհիվ, այսինքն քեզ խորհուրդ են տվել նման կերպ մնալ։ Այո։ Մնալ տարիքի մեջ, որովհետև իսկ քո ոճի վրա որևէ մեկ աշխատում է, որ նույնպես մնաս տարիքի մեջ։ Դե իմ ընտանիքի անդամները, առաջին իմ տատիկը, իմ մայրիկը, իսկ համերգային այսպես կատարումների համար ոճով զբաղվում է Արամ Նիկոլյան։ Լիդա ջան, միացած մի հատ վտանգել կա, որ տատիկը, մայրիկը, իրանք միշտ քեզ ընկալում են որպես երեխա, ասենք, իմ մայրիկն էլ է ինձ որպես երեխա, ասենք, ընկալում, ասենք, մի անգամից տենց վրեստո ջայնանում, բան մարտովա թափտարի դեռ։ Հա, բայց մենք մեծանում ենք այսպես թե այնպես, հա, ասենք, արդյոք չես ուզում դուրս գալ այդ ազդեցության տակից, արդեն ասենք, ունենաս ավելի ազատ։ Օրինակ լինում են վեճեր, երբ տատիկ ասում է, այ այսպես պիտի լինի, իսկ դու ասես, տատիկ ջան, ախր հիմա արդեն այսպես է, ես այդպես չեմ կարծում։ Ասում եմ տակ հագնվի, այսպես չեմ ուզում տակ հագնվեմ, այ քեզ բան։ Չէ, դե տակ հագնվելու մասին իհարկե լսում եմ մայրիկից, որովհետև չի կարելի այսպես հիվանդանալ երգիչներին։ Բայց իհարկե լինում են բոլոր ընտանիքներում էլ լինում են մի փոքրիկ վեճեր, բայց հետո բոլորս միասին գալիս ենք մեկ հայտարարի։ Իսկ հետաքրքիր օրինակ իմ մայրիկի համար ես միշտ լավագույնն եմ։ Ինչ էլ անեմ, նա ասում է ապրես, դու շատ լավն ես։ Լինում է երբ քեզ քննադատ են նույն տատիկը, մայրիկը ասում վատն է իր այստեղ ինչու էսպես արեցի։ Այո, նրանք հետևում են իմ ամեն քայլին, օրինակ ասում են այստեղ էս պետք է անել այդտեղ։ Ես նույնպես, որովհետև ես ինչ չեմ ասում, վայ, այստեղ շատ լավն է, վայ, ես շատ լավ արեցի։ Չէ, ես ինքս ինձ միշտ քննադատում եմ։
Եվ իմ մայրիկն էլ, իմ տատիկն էլ, մորաքույրս էլ, բոլորը միշտ։ Բայց այնպես չէ, որ անընդհատ քննադատում։ Իսկ ընտանիքում կան երաժիշտներ, ովքեր պրոֆեսիոնալ կարող են քննադատել, թե? Չէ։ Չէ, ահա, դե ուրեմն այդպես միշտ։ Դու պրոֆեսիոնալ երաժիշտ ես, չես կարող, ասում ես պրոֆեսիոնալ երաժիշտ եմ։ Չեք հասկանում, ես երևի ճիշտ եմ երգել եւ վերջ։ Լինում է այդպես։ Ինձ հետ աշխատում են մասնագետներ, ովքեր օգնում են ավելի ճիշտ անել ամեն ինչ։ Ինչ նպատակներ ունես առաջիկայում։ Առաջիկայում ընդհանրապես ինչ ես ուզում։ Միշտ մնաս երգարվեստում եւ տարեստարի տեսալվակներ։ Ինձ թվում է ես հետագայում ինչ էլ դառնամ, ինչ մասնագիտություն էլ ընտրեմ, բեմից չեմ հեռանալու եւ ընտրել եմ այնպիսի մասնագիտություն, որ օգնի իմ երգարվեստին։ Կօգնի երգարվեստին, ասենք պրոդյուսեր։ Դերասանուհի։ Հիմա քանի որ սովորում եմ արդեն Երևանի էստրադային եւ պետական արվեստի ջազային քոլեջում, արդեն երկրորդ կուրսում եմ վոկալ բաժին, բայց միաժամանակ վերցրել եմ նաև 2 ֆակուլտատիվ բաժիններ, հարվածային գործիքներ եւ ռեժիսուրա։ Ինձ թվում է հետագայում կշարունակեմ ռեժիսուրայով, գուցե, չգիտեմ։ Իսկ գնում ես դասի, թե դու արդեն ամեն ինչ գիտես վոկալի դասերն։ Չէ, իհարկե գնում եմ, ավելի եմ զարգացնում, որովհետև միշտ սովորելու բան կա։ Մի օր քեզ կանչելու ենք ուսուցիչներիդ հետ, տեսնենք նրանք ինչ կպատմենք համասին։ Իսկ եղել է որ դասից փախնես, թե ճաշակցությունդ միշտ։ Չէ։ Որտե ճանաչես, այսպես ամեն ինչ ճշգրիտ գերազանցիկ ես։ Այո։ Դե քանի որ մեր քոլեջում արդեն ամեն ինչ մասնագիտական է դրա համար։ Խնդիր չի։ Գիտես, բայց լավ չի ելի որ զրիվ գերազանցիկ ես եւ այդքան տենց։ Դե հասկանում ես, սովորական դպրոց չէ, միայն իր սիրելի դասերն են, դրա համար էլ պարտաճանաչ գնում է։ Քեզ էլ որ մենակ ֆիզկուլտի տանին, հանգիստ կմասնակցես։ Հա, ես էլ ֆիզկուլտի չեմ սիրում։ Դե ինչ, եւս մեկ անգամ քեզ շնորհավորում ենք Լիդուշիկ ջան, նոր տեսահոլովակի կապակցությամբ ցանկանում ենք որ իսկապես ոճով քայլես միշտ քո տարիքի հետ, ինչպիսին դու կաս։ Նորանոր հաջողություններ, երբ արդեն պատանեկությունն է կանցնի, նոր տարի ձմեր պապին հավատում ես։ Այո։ Հավատում ես, ինչ ես խնդրել այս տարի։ Դեռ նամակ չեմ գրել, քույրիկիս հետ միասին պետք է գրենք։ Okay, մեյլ ես ուղարկելու, թե Viber-ով եք խոսելու իրար։ WhatsApp արել մի անգամից։ Այո, դարը փոխվել է արդեն նամակները։ Նամակ գրելը որն է, ով է տրակած նամակներից մի, նանում փոխանում է։ Դե ինչ, մեր հյուրներ երեխաների եւ մեծերի ինչու ոչ սիրելի երգչուհի Լիդուշիկը, մաղթում ենք քեզ նորանոր երգեր տեսահոլովակներ եւ թող ձմեր պապիկը կատարի քո այս տարվա ցանկությունը։ Ձմեր պապիկը մի օր իմ ցանկությունը կատարել, ինչ կլինի, հա։ Իսկ այս պայն մեր եթերում գովազդ է։ Կողմ մեծացել եմ արդեն։ Սա էլ է ցանկություն գովազդ։ Ժամանակն է եւս մեկ անգամ հիշեցնել մեր Հովանավորին։ Մեր հաղորդման նորաձև հովանավորն է անգլիական BHS ընկերությունը այժմ BHS-ում ցանկացած գնում կատարելիս ստացեք նվեր ձեր գնած ապրանքի արժեքի ուղիղ կեսի չափով։ Նվերները հասանելի են բոլորին BHS Հանրապետության 61 եւ հեռախոսահամար 077 12 12 12։ Գաղտնիք չէ, որ գեղեցկությունն ունի սուբյեկտիվ անհատական ընկալում։ Այո, որովհետեւ բոլոր մարդիկ դրանք սուբյեկտներ են եւ բնականաբար սուբյեկտիվ են վերաբերվելու։ Սակայն մարդկության պատմությունը գիտի բազմաթիվ օրինակներ, երբ իրապես գեղեցիկ մարդիկ իրենց ժամանակակիցների ճնշող մասի համար դարձել են չափանիշ։ Big Picture կետրու կայքը ներկայացրել է բոլոր ժամանակների 5 ամենասեքսուալ տղամարդկանց, ովքեր իրենց անվիճելի հմայքի շնորհիվ արժանացել են այս կոչմանը։ Պատրաստ ես։ Ես լրիվ պատրաստ եմ, որովհետև ես էլ եմ արժանացել այդ կոչմանը։ Մարլոն Բրանդո 20-րդ դարի լավագույն դերասաններից մեկը եղել է կանանց երկրպագության օբյեկտ իր անթերի արտաքինի անսահման հմայքի ու առնականության շնորհիվ։ Բրանդոյի անզուսպ սեռական կյանքի շնորհիվ լույս աշխարհ է եկել 11 երեխա։ Քերի Գրանտ, Հոլիվուդի գլխավոր ջենթլմեն Քերի Գրանտն է կրանին առնականության, սեքսուալ հմայքի ու էլեգանտության մարմնացումներ։ Նա համարվում էր 30-ականների Հոլիվուդի գլխավոր փլեյբոյը։ Ինչպես տեսնում եք, պարկեշտ եւ այսպես զուսպ տղամարդիկ չեն արժանանում այդ տիտղոսին։ Ռոբերտ Ռեդֆորդ։ Իպոք վերանայեք ձեր արժեքները, սիրելիներս։ Նախքան Բրեդ Պիտի Հայդ գալը Հոլիվուդի գլխավոր շիկահեր սեքս խորհրդանիշի տիտղոսը պատկանում էր հենց Ռոբերտ Ռեդֆորդին, ում կանայք ուղակի պաշտում էին։ Ալեն Դելոն, ֆրանսիացի այս դերասանի պարագայում խոսքերն ավելորդ են, քանի որ նրա անունը վաղուց դարձել է տղամարդու անթերի գեղեցկության խորհրդանիշ։ Հենց մեկին ուզում ես համատես, Ալեն Դելոնի նման
բայց իհարկե ինձ համար չափանիշ եւ ոչ Ալեն Դելոնը, ոչ Բրեդ Պիտը, այլ ասենք Ադրիանո Չելենտանոն, որ չունի բացարձակ տարիք, բայց միշտ ցանկալի, միշտ գեղեցիկ եւ միշտ հմայք։ Ես էլ որպես կին կարող եմ ասել, ինձ դուր է գալիս Չելենտանոն։ Ռիչարդ Գիր հանրահայտ Սիրունիկը ֆիլմից հետո Գիրը ճանաչվեց Հոլիվուդի ամենագայթակղիչ դերասաններից մեկը, թեև դժվար է գեղեցիկ կոչել իտալացի երգիչ դերասան Ադրիանո Չելենտանոյին, որի մասին արդեն խոսեց Սերգեյ, սակայն նա նույնպես 20-րդ դարի ամենավառ դեմքերից է։ Ամենախարիզմատիկ հայտնիներից, ում ստեղծած կերպարները լեգենդար են դարձել, իսկ արտահայտությունները թևավոր խոսքեր։ Չելենտանոյին է նվիրված մեր այսօրվա ֆենոմեն էջը։ Գնացինք։ Аплодисменты. 41 ալբոմ եւ ավելի քան 150 միլիոն վաճառված օրինակ, 40-ից ավելի ֆիլմ ու 100 ամենավառ կինոաստղերից առաջինը 1987 թվականի ապրիլի 24-ին հայտնաբերված համար 6697 աստերոիդի անվանակիրը, ում այլ կերպ անվանում են զսպանակների վրա քայլող մարդ Ադրիանո Չելենտանո։ На что сыграем? На что хочешь? На твое место. Согласен. Ինձ համար Աստված բոլոր ժամանակների եւ ժողովուրդների մեծագույն կատակերգակն է։ Շատ բան կտայի, որպեսզի սովորեի այն, ինչ նա կարող է։ Бедолага. 1938 թվականի հունվարի 6 Միլանի Վիա Գլյուկ 14 հասցեում Բեֆանայի օրը, որը իտալացիների մոտ կատակի օրն է, Չելենտանոների բազմանդամ ընտանիքում ծնվեց 5-րդ երեխան, տղա, ում անունը дրեցին Ադրիանո։ Я родился холодным зимним вечером. В день 4 августа в 19 часов 20 минут, то есть без 48, вот в этой комнате. Внизу моя мать нервно прохаживалась туда-сюда, куря сигару. Моя мама была высокий мужчина, блондин, похожий на мою бабушку. Նրա մայրն այդ ժամանակ արդեն 44 տարեկան էր։ Ադրիանոյի մանկությունն անցել է Միլանում։ Մեծ ընտանիք, ոչ մշտական աշխատանք, ցածր աշխատավարձ։ Արդյունքում 12 տարեկանում Ադրիանոն թողնում է դպրոցը եւ սկսում աշխատել որպես ժամագործի աշակերտ։ Իսկ ազատ ժամանակ ընկերներին ու ծնողներին զվարճացնում էր նմանակումներ անելով։ Հատկապես սիրում էր նմանակել ամերիկացի կատակերգու Ջերի Լուիսին։ Հենց այդ նմանակումն էլ դառնում է ճակատագրական։ Չելենտանոյի քույրը նմանակողների մրցույթին ուղարկում է եղբոր լուսանկարը Ջերի Լուիսի կերպարով։ Արդյունքում Ադրիանոն զբաղեցնում է առաջին տեղը եւ շահում 100,000 լիր։ Չելենտանոների ընտանիքում զարթուցիչին փոխարինում էր երաժշտությունը, ռոք-ն-ռոլ, որը մայրը միացնում էր ամեն առավոտ երեխաներին արթնացնելու համար, ու մինչև հիմա էլ Ադրիանոն արթնանում է հենց այդպես։ Մայրս ինձ արթնացնում էր ռոք-ն-ռոլով, որ շատ էր սիրում, միացնում էր ձայնապնակն ու ասում. «Ադրիանո, տես, արդեն ժամը 8-ն է», թեև իրականում դեռ ժամը 7-ն էր։ Շուտով Ադրիանոն դառնում է Rock Boys խմբի անդամ Ջորջո Գաբերի, Լուիջի Տենկոյի ու Յանաչի Էնցոնի հետ։ Նա սկսում է երգեր գրել ու կատարել սեփական ստեղծագործությունները։ Ապա համագործակցում է Միկի Դել Պրետեի հետ, ով հետագայում բազմաթիվ երգեր գրեց Ադրիանոյի համար։ Այս ընթացքում Ադրիանոն սկսում է ակտիվ մասնակցել տարբեր մրցույթների ու փառատոնների։ 1958 թվականի հուլիսի 13-ին հաղթում է Անկոնայում անցկացվող երաժշտական փառատոնում։ Սակայն եւս 2 տարի էլ պետք է անցներ, որ Ադրիանոյով հետաքրքրվեին նաեւ պրոդյուսերական ընկերությունները։ Առաջինը գերմանական Ջոլի ընկերությունն էր, ում հետ Չելենտանոն պայմանագիր կնքեց ու թողարկեց առաջին ալբոմը, սակայն ստիպված էր կիսատ թողնել գործը եւ կատարեր պարտքը՝ զինվորական ծառայություն, բայց անգամ ծառայությունը չխանգարեց ապագա աստղի կարիերային։
Ես հավատում եմ, որ երաժշտությունը յուրահատուկ ոգու ձայն է, որի նպատակը մարդկանց տարաձայնությունները հարթելն է գոնե կարճ ժամանակով։ 1961 թվականի հունվարի 27-ին ծառայության ընթացքում Չելենտանոն առաջին անգամ մասնակցեց Սան Ռեմոյի երաժշտական փառատոնին, եւ քանի որ զինվորական ծառայության մեջ էր, փառատոնին մասնակցելու համար հատուկ թույլտվություն էր պետք պաշտպանության նախարար Ջուլիա Անդրեոտիից։ Ադրիանոն որպես հատուկ ծառայության զորակոչիկ իրավունք չուներ լքել զորամասը։ Այդ պատճառով էլ հեռուստատեսային փառատոնի կազմակերպիչները ամսագրում տպագրեցին բաց նամակ ուղղված Ադրեոտիին։ Նամակում հիշվում էր նաև այն, որ զորամասում Ադրիանոն կոկորդի հիվանդություն էր ստացել, որը համարյա դառնալու էր վիրահատական միջամտության պատճառ։ Արդյունքում Ադրիանո Չելենտանոին թույլ տվեցին մասնակցել փառատոնին։ Ելույթի սկզբում սակայն Ադրիանոն մեջքով շրջվում է դեպի հանդիսատեսը, ինչը ժյուրին համարում է ոչ հարգալից վերաբերմունք, ու այդ հիմնավորմամբ Ադրիանոին բաժին է հասնում երկրորդ տեղը։ Ու թեպետ փառատոնում երկրորդն նա, բայց երգը 24000 համբույրը հիթ շքերթների առաջին հորիզոնականներում էր եւ հռչակվեց տասնամյակի լավագույն իտալական երգը։ Այն վաճառվեց 500,000 օրինակով։ Այդ հաջողությունից հետո դեռ ծառայության ընթացքում երգիչը չեղյալ է համարում Ջոլիի հետ կնքած պայմանագիրն ու ընկերների հետ հիմնում ձայնագրման սեփական ստուդիան Կլան Չելենտանո։ Նրանց թողարկած առաջին ձայնապնակը «Non mi dir» տարածվեց ավելի քան 1 միլիոն օրինակով։ Չելենտանոյի ժամանակը եկել էր, որ աշխարհը նվաճեր, ու սկսվեց համերգային շրջագայությունների փուլը։ 1966 թվականին Չելենտանոն նորից է մասնակցում Սան Ռեմոյի փառատոնին «Տղան գլուք փողոցից» երգով։ Այն Չելենտանոյի առաջին սոցիալ-քաղաքական թեմայով երգն էր, ու թեև փառատոնին ոչ մի մրցանակի չարժանացավ, սակայն թարգմանվեց 22 լեզվով ու ավելի քան 4 ամիս գլխավորեց իտալական տարբեր հիթ շքերթները։ 2 տարի անց 1968 թվականին երգիչը կրկին մասնակցեց Սան Ռեմոյի փառատոնին, այս անգամ 3-րդ տեղում էր, թեպետ երգը կրկին հիթ շքերթներում առաջինն էր։ Նույն թվականին ծնվեց նաև Չելենտանոյի ամենահայտնի երգը «Ազուրոն» երկնագույնը։ Եվ քանի որ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին անվանում էին կապույտներ, այս երգն ընտրվեց որպես 2006 թվականի աշխարհի առաջնության ոչ պաշտոնական հիմն։ «1970 թվականին Չելենտանոն հերթական անգամ մասնակցեց Սան Ռեմոյի փառատոնին, այս անգամ կնոջ հետ կատարելով «Ով չի աշխատում, նա չի սիրում» երգը, եւ այս անգամ առաջին տեղը նրանցն էր։ Հազարին 1979 թվական Ադրիանոին արդեն սիրում էին ամենուր եւ նա էլ շարունակում էր գոհացնել իրեն սիրողներին։ Նոր ալբոմը նոր բում առաջացրեց՝ Սոլի, միայնակ։ Soli, la pelle come un vestito. Soli, mangiando un panino e due, io e te. Այն Սալվատորե Կուտունյոյի հետ համագործակցության արդյունքներ եւ 58 շաբաթ իր շքերթների առաջին հորիզոնականում էր։ Դա ռեկորդ էր, որն այլևս չգերազանցվեց։ Հետո հաջորդեց տևական դադարը, մինչև 1991 թվականը, մինչև Տգետների թագավորը ալբոմը 10 նոր երգով։ Իդեպ ձայնագրմանը մասնակցում էին նաեւ Չելենտանոյի երեխաները՝ Ռոզալինդան, Ռոզիտան եւ որդին Ջակոմոն։ Իսկ 1997 թվականին Բոլոնիայում տեղի ունեցող համերգին ներկա էր Հռոմի Պապ Հովհաննես Պողոս երկրորդը։ Կրկին տևական դադար, որը խախտեց 2001 թվականի ալբոմը «Դուրս եմ գալիս քիչ, խոսում ավելի քիչ»։ Այն վաճառվեց 1.8 միլիոն օրինակով եւ դարձավ պլատինե։ Հաջորդ ալբոմը 2004 թվականին էր, իսկ 2011 թվականին լույս տեսած ալբոմը ընդամենը 2 շաբաթում արդեն ուներ 150,000 սպառում։
2012 թվականին երկար դադարից հետո Չելենտանոն կրկին Սան Ռեմոյի բեմին էր։ Մինչև վերջին պահը նրա մասնակցությունը չէին հաստատում, քանի որ ազատամիտ Չելենտանոն վատ էր խոսում իշխանությունների մասին, իսկ RAI հեռուստաընկերությունը, որը հեռարձակում էր փառատոնը, գերադասում էր Չելենտանոյի չմասնակցելը։ Սակայն մասնակցեց եւ դարձավ ամբողջ համերգի ու նախագծի մեխը։ Io non ci credo che tutti gli italiani sotterrerebbero l'amianto nei campi, infangherebbero il nome degli avversari al solo scopo di non averli lì davanti e comprerebbero la partita agli arbitri. Չելենտանոյի նոր ու դեռևս վերջին երգը հայտնվեց 2013 թվականին YouTube-ի նրա պաշտոնական էջում։ Mi fa male vederti così triste, mi fa male saperti senza me. Կյանքում ինչ էլ որ անեք, միշտ էլ կգտնվի մեկը, որ դա արել է ձեզանից առաջ։ Ամբողջ խնդիրը այն է, որ դուք անեք դա ավելի լավ։ Ընդհանուր թվով 41 ֆիլմ առաջին անգամ 1959 թվականին։ Առաջինը երաժշտական կատակերգություն էր երեխաները եւ երաժշտական ավտոմատը։ Հաջորդ փորձը էպիզոդիկ դերեր քաղցր կյանք դրամայում։ Նրան հրավիրել էր նկարահանվել ոչ այլ ոք, քան ինքը Ֆեդերիկո Ֆելինին։ Այստեղ Չելենտանոն կրկին երգում էր։ Նրա առաջին ռեժիսորական աշխատանքը Սուպերգողություն Միլանում ֆիլմն էր 1965 թվականին, որտեղ Չելենտանոն նաեւ գլխավոր հերոսն էր, իսկ խաղընկերը կինը Կլաուդիա Մորին։ Հետո արդեն ռեժիսորի ու դերասանի կարգավիճակին ավելացավ սցենարիստն ու կոմպոզիտորը եւ 1975 թվականին ծնվեց Յուպիտու կոմեդիան։ Հետո ծնվեցին Անսանձի Սանձահարումը, Խելահեղ սիրահարվածը, Տուզը, Փնփնթանը եւ այլն։ Այսօր դերասանը չի նկարվում ոչ թե տարիքի պատճառով, այլ Հարմար սցենար ու դեր որ լինի, սիրով կնկարահանվեմ, բայց միայն հանուն հոնորարի ոչ մի դեպքում։ Դեռ այդպիսի սցենար չեն առաջարկել։ Երբ ես նայում եմ սև ու սպիտակ ֆիլմերը, մտածում եմ, գրողը տանի, ես ինչ գեղեցիկ եմ եղել եւ ինչպես է դա չէի նկատում։ 178 սանտիմետր հասակ, 75 կիլոգրամ քաշ, արտիստիկ, ճկուն, ատլետիկ ու թիկնեղ Ադրիանոն Իտալիայի սիրելին է ու նա էլ ազատորեն միշտ շփվում է իր հայրենակիցների ու համակարգացիների հետ եւ հաճախ նաեւ անակնկալներ անում, օրինակ երգում ու պարում փողոցում։ Եվ առհասարակ որպես քաղաքացի ու մարդ Ադրիանոն աչքի ընկնում իր անկախությամբ, ազատասիրությամբ, դեմոկրատական հայացքներով։ Ես արդեն վաղուց հաշտվել եմ այն մտքի հետ, որ ապագայում ամեն բան ավելի վատ է լինելու, բայց չգիտես ինչու դեռ շարունակում եմ զարմանալ ու քննադատել, երևի խիղճս մաքուր պահելու համար։ 2012 թվականին կազմակերպած Եվրոպական շրջագայության վերջին մեծ համերգի տոմսերը նրա ցանկությամբ վաճառվեցին ընդամենը 1 եվրոյով։ Համերգը Վերոնայում էր, Ադրիանոյի հետ երգելու էր նաև Ջանի Մորանդին։ Մի քանի ժամում տոմսարկղում այլևս ոչ մի տոմս չէր մնացել, իսկ 2005 թվականից, երբ սկսեց զբաղվել նաև կենդանիների պաշտպանությամբ, դարձավ նաև բուսակեր, այդպես մինչև այսօր։ Գազաններից ամենադաժանը մարդն է, նա սպանում է նույնիսկ եթե սոված չէ, 70 տարիների բարձրունքից ամեն ինչ այլ կերպ է երևում, դժվար է չնկատել, որ մեր երկրագունդը ծանր հիվանդ է։ Չելենտանոն հետաքրքրվում է նաև ֆուտբոլով ու երկրպագում է Ինտեր ակումբին։ 2008 թվականին նա ելույթ ունեցավ այդ խմբի 100-ամյակին նվիրված համերգին։ Lentamente, lentamente. Ok, fantastico. Իսկ գլխավոր հոբին շարունակում է մնալ ժամացույցների նորոգումը։ Երգիչը զբաղվում է նաև թենիսով, բիլիարդով, լուսանկարչությամբ, խաղում է շախմատ եւ սիրում է պատրաստել։ Նաև առիթը բաց չի թողնում իշխանություններից բողոքելու ու նրանց կեղծիքների մասին բարձրաձայնելու։ Չի վախենում հետևանքներից։ Միակ վախը ինքնաթիռներն են։ Այդ պատճառով էլ դերասանին Իտալիայից շատ հեռու որպես կանոն չենք տեսնում։ Չելենտանոյի առաջին եւ միակ կինը Կլաուդիա Մորին է։ Նրանք ծանոթացել են ինչ-որ տարօրինակ տիպ ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Այդ ժամանակ Չելենտանոն արդեն համընդհանուր կուրք էր, իսկ Կլաուդիան անհայտ դերասանուհի։ Եվ այն, որ իրենց անցողի կիրքը կարող է այդպիսի լուրջ շարունակություն ունենալ, ոչ ոք չէր ակնկալում։ Սակայն հենց նրա հետ Չելենտանոն որոշեց ընտանիք կազմել։ Ընտանիքը կամ մշտական սաբոտաժ է, կամ էլ հուսալի թիկունք։ Երկրորդի դեպքում ձեր բախտը բերել է։
Ծանոթությունից 1 տարի անց 1964 թվականի հուլիսի 14-ին նրանք ամուսնացան։ Պսակադրությունը տեղի ունեցավ լուսաբացին, լուսանկարիչներից խուսափելու համար, ինչպես իսկական իտալուհի Կլաուդիան հասկանում էր, որ եթե ցանկանում է պահպանել ամուսնությունը, պետք է անտեսի մի շարք բաներ։ Չելենտանոյի դեպքում այդ շարքը բավական շատ էր։ Հազարավոր երկրպագուհիներ, կինոյի ու երաժշտության աստղեր, ովքեր անընդհատ պտտվում էին Չելենտանոյի շուրջը։ Ընտանիքին եւ սիրելի ամուսնուն նվիրված կյանքն այն է, ինչի մասին երազում է ցանկացած իտալուհի, որքան էլ ազատագրված լինի մեր հասարակությունը։ Ես չեմ կարող ճակատագրիցս բողոքել, նա բարեհաճ էր իմ նկատմամբ։ Առհասարակ ցանկացած իտալացու համար կանայք օդի պես անհրաժեշտ են, առանց որոնց նրանց կյանքն անհնար է։ Այս իմաստով Ադրիանոն իսկական իտալացի է։ Իր կարիերայի ողջ ընթացքում նրա սիրավեպերի մասին լեգենդներ են հյուսվել։ Սակայն ամենաթեժը թերևս Օրնելա Մուտիի հետ սիրավեպն էր։ Դրա պատճառով Մուտին նույնիսկ ամուսնալուծվեց, սակայն սիրավեպը շարունակություն չունեցավ։ Ադրիանոն մնաց իր կնոջ հետ։ Իսկ Կլաուդիան ոչ միայն ամուսնուն հավատարիմ կին է, այլ նաև նրա գործընկերը, ոճաբանն ու մի խոսքով ամեն ինչ է՝ իմպրեսարիո, փաստաբան, պրոդյուսեր, քարտուղարուհի եւ անձնակախոհարար։ Եվ ինչպես հաստատում են ընտանիքի մոտ ընկերները, նա ամեն ինչ կատարյալ է անում։ Ես այդքան էլ շատ չեմ հասկանում, բայց գիտեմ մի բան, որ կյանքի ցանկացած կայծ պետք է պահպանել։ Այնուամենայնիվ 80-ականների սկզբին զույգը բաժանման եզրին էր։ Թերթերն ու ամսագրերը բացականչում էին։ Չելենտանոն բաժանվում է, նա կրկին ազատ է լինելու, բայց փոթորիկը խաղաղվեց եւ 1991 թվականին Կլադիա Մորին կրկին դարձավ Չելենտանո կլանի Չելենտանոին պատկանող ձայնագրման ստուդիայի համակարգողը։ Ունեն 3 երեխա, 1 թոռ, մի հսկայական առանձնատուն եւ երկար տարիների համատեղ կյանքով ամրապնդված ընտանեկան երջանկություն։ Զույգը չի սիրում աղմկոտ խնջույքներ եւ հավաքույթներ, նրանք ավելի հանգիստ կյանք են վարում։ Շատ չեն երևում էկրաններին, չեն այցելում նաեւ գլամուրային երեկոներ ու հանդիսավոր ընթրիքներ։ Չելենտանոյի Միլանի Արվարձանում գտնվող առանձնատանը մի շքեղ շատրվան կա, զարդարված իր կնոջ քանդակով, եւ արդեն 75 տարեկան Չելենտանոն 51 տարվա համատեղ կյանքից հետո յուրաքանչյուր առիթ օգտագործում է խոստովանելու համար։ Ես կարող էի ապրել առանց փառքի ու երկրպագուների, բայց առանց նրա իմ կնոջ ոչ մի դեպքում։ Questi giorni sai, belli o brutti sono sempre belli e noi siamo pieni di incertezze, ma ci sei con le tue carezze tu. Չելենտանոն ամենահայտնի իտալացին է Հռոմի պապից հետո։ 20-րդ դարի վերջում Չելենտանոյի մասին հենց այսպես էին ասում, նաև Իտալիայի սահմաններից դուրս, իսկ ինքն իր մասին ասում է. Ինձ միշտ դուր է եկել տաղանդավոր հիմար լինելը, որովհետև այդ բառակապակցության մեջ հիմարը յուրահատուկ նշանակություն է ստանում։ Իմաստը գրեթե այսպիսինն է՝ տաղանդավոր խենթ։ Ժամագործի օգնականից մինչև հայտնի դերասան ու սիրված երգիչ, ոչ շատ գեղեցիկ, բայց այնքան հմայիչ, որ հասցրել է կոտրել բազում կանանց սրտեր, շատերի սրտում էլ մնացել որպես երազանք։ Ու այս ամենի հետ մեկտեղ կարողացել է մնալ սիրող ամուսին, օրինակելի հայր, օրինապաշտ քաղաքացի ու օրինավոր մեծահարուստ։ Իրինա Մկրտչյան, Սնեժան Նեչելյան, Առավոտը շանթում։ Մոտեցան մեր եթերի ամենաթանկ րոպեները։ Գովաստ մեր եթերում։ Պատկերացրեք մի պահ, որ դուք մնացել եք լրիվ մենակ, ոչ ջուր տվող կա, ոչ էլ հաչացող։ Մարդը սոցիալական կենդանի է, նա մենակ ապրել չի կարող, եւ անգամ նրանք, ովքեր որ ձգտում են մենակության, նրանք իրականում ձգտում են այսպես հանրային միայնության, սիրելիներս, դա փաստ է։
Վերջերս կատարված հետազոտությունները Սերգեյ ջան ցույց են տվել, որ միայնությունը իսկապես մեծացնում է շատ հիվանդությունների առաջացման ռիսկը։ Այն անուղղակիորեն եւ ուղղակիորեն պատճառ է դառնում սրտի կաթվածի, թուլամտության եւ հիպերտոնիայի։ Միաժամանակ հայտնի է, որ իրենց ակտիվ կյանքից գոհ մարդիկ ավելի լավ են քնում, նկատելիորեն ուշ են ծերանում եւ հիվանդության բուժման ժամանակ ավելի արագ են առողջանում։ Ասում են մենակ մարդումն է պետք, բայց շատ հաճախ ուզում ես մնալ մենակ։ Ուղղակի այդ մենակ մնալը միշտ գիտես, որ հեսա 2 րոպեից մի անգամից խախտվելու է եւ ինչ-որ մեկը մտնելու է սենյակ։ Հետո մենակ մարդը երբեք ճամփա չի գնա։ Մշտական միայնությունը վնասում է նաեւ առողջությանը, հանգեցնում ճարպակալման ալկոհոլի եւ ծխելու նկատմամբ հակվածության։ Մենակ մի մնացեք, սիրելիներս, մենք էլ հոկանք ու կանք։ ԱՄՆ-ի հոգեբաններն ասում են, որ նույնիսկ կարճ ժամանակով հարազատներից եւ մոտիկներից հեռու գտնվելը բարձրացնում է արյան ճնշումը եւ թուլացնում մարդու իմունային համակարգը։ Աստեն, ասում մարդը խախուտ մանան կարկուտ, ճնշումը բարձրացել է, այդքան մարդ գնաց տեղից մենակ ընդ դուրս ապրում, ինչ վատ են ապրում։ Իսկ հոգեբանները նշում են, որ միայնակ մարդկանց հատուկ է նաև անհանգստությունն ու անբարոյական զգացողությունը, Սերգեյ ջան։ Հոգեբանները նշում են, որ հոգեբանները հոգեբանների կարիք ունեն։ Դե ինչպես ասել է Ֆրանսուଆ Գիզոն, աշխարհը պատկանում է լավատեսներին, վատատեսներն ընդամենը դիտողի դերում են։ Դիտողի դերում մի եղեք, սիրելիներս, շփվեք մեզ հետ, շփվեք, մենք ձեզ շատ ենք սիրում։ Շփվեք ձեր հարազատների հետ, այսօրվա համար այսքանը հաջողություն։ Անպայման կհանդիպենք, հələ տեսեք ինչեր ենք անելու վաղը։